Ինչպես տեսակ, եթե չեմ սխալվում, ժամը 12-ից մինչ այս պահը ընթանում են խուզարկություններ, մասնավորապես Արմատ մեդիայի խմբագրությունում է խուզարկությունները իրականացվում, արգրավել են արդեն իսկ թիվը այս բան չեմ կարող ասել, բայց հեռախոսները, եթե չեմ սխալվում, թվով 9 հեռախոսներ, ընդ որում այդ հեռախոսները եղել են ոչ թե պատկանել են ոչ թե Արմատ մեդիային, ընդամենը եղել է մի հեռախոս, որը որ վարվել է Արմատ մեդիայի աշխատակիցների կողմից, բայց զատ այդ հեռախոսից նաև պետք է արձանագրենք, որ դատարանի որոշմամբ խախտվել է մի շարք անձանց իրավունքները, մասնավորապես դատարանի որոշմամբ չի արձանագրված եղել, որ պետք է արգրավեն, օրինակ, այստեղ թվով 8-9 աշխատակիցների հեռախոսները, ինչով խախտվել է վերջիններիս նամակագրության, անձնական կյանքի իրավունքը, սահմանադրությամբ երաշխավորված եւ այս պայմաններում, այո, պետք է նշեմ, որ կատարվում է ապօրինի գործողություններ։ Նաև հարգելի գործընկերներ, նկատեցիք, որ տեսեք, երբ որ քննչական գործողությունը ավարտվեց կողքի սենյակում, տեղափոխվելու համար պիտի դուրս տա բանը, պատուհանից տեղափոխվի քննչական մյուս գործողության սենյակ, փակելով այդ սենյակի դուռը։ Պետք է նշեմ, որ ես հարգում եմ իմ մասնագիտությունը, փաստաբանի եւ թույլ չեմ տա որևէ մեկը խոչընդոտի իմ մասնագիտական գործունեությանը եւ այդ անհետևանք չի մնալու։ Իսկ ոնց եք պատկերացնում հասարակ քաղաքացու նկատմամբ ինչպես պետք է վարվեն, ապես կապ չունեն, պատճառը այն է, որ շտապում այլ գործողություններ ունեն կատարելու համար, այս ծավալի գործողություններ, ուղղակի խոսքեր չունեմ նկարագրելու ինչ է կատարվում, հարգելիներս։ Տիկին Գասպարյան, իսկ ինչ կապ ունի Ալիկ Ալեքսանյանն այս գործում։ Ըստ էության կարճ արձանագրեմ, այս քրեական վարույթի շրջանակներում է կատարվում այս խուզարկությունները, հարուցված Ալիկ Ալեքսանյանին վերաբերելի քրեական վարույթի շրջանակներում ըստ դատարանի որոշմամբ հիմքը դա է, այս գործողությունները դրա հիման վրա են հարուցված քրեական վարույթի շրջանակներում են։ Մի քանի օր առաջ տեսանք, Ալիկ Ալեքսանյանին մեղսագրվել էր փողերի լվացում եւ նյութապես շահագրգռելով անձանց հավաքներին ներգրավել, մինչդեռ չունենք փաստական տվյալ, այլ միայն օպերատիվ տվյալ ունեինք, որը որ որևէ դատական վերահսկողության չէ անցել, զուտ օպերատիվ տվյալով Ալիկ Ալեքսանյանը այսօր գտնվում է անազատության մեջ։ Դատական ակտը իհարկե բողոքարկվել է, այս դատական մասին որոշումը բողոքարկվելու է, հուսով եմ, վերջո արդարադատությունը վերականգնվելու է, քանի որ այլ ընտրանք չկա։